Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հրավերով Շարմ էլ-Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է Եգիպտոսի նախագահն, այնուհետև երկրների ղեկավարներին ողջունել Դոնալդ Թրամփը։ Տեղի ունեցել գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողություն։ Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանին։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում Շարմ էլ-Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ։ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՈՒՍ միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Ցուցահանդեսի շրջանակում պաշտպանության նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին եւ հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մադագասկարում մի քանի շաբաթ շարունակվող ցույցերից հետո նախագահ Անդրի Ռաուզելինան հայտարարել է, որ թաքնվում է ապահով վայրում իր դեմ մահափորձից հետո։ 51-ամյա նախագահը Facebook-ում ուղիղ եթերում հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ից իր դեմ մի քանի մահափորձ է իրականացվել եւ հեղաշրջման փորձ։ Ռաուզելինան չի ասել, թե որտեղ է գտնվում, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նա երկրից փախել է ֆրանսիական ռազմական ինքնաթիռով։ Մադագասկարում արդեն 2 շաբաթ է շարունակվում են իշխանությունների դեմ բողոքի ակցիաները, որոնց հիմնական մասնակիցները երիտասարդներ են, նրանք պահանջում են նախագահի հրաժարականը։